Երբ որ ներկայացնում եք, որ սա խաղաղության պայմանագիր չէ, խաղաղության մասին չէ, իշխանությունը հակադարձում անմիջապես ընդդիմադիրներին եւ այդ տեսակետը հայտնողներին, թե որն է ձեր տարբերակը, դուք ինչ է, պատերազմ եք ուզում։ Այսինքն, երբ որ խաղաղության իրենց պայմանագրին կողմ չենք, մենք ինչ ենք առաջարկում։ Մենք հստակ ծրագիր այս իրավիճակում Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցելու։ Մենք 21 թվականից ասում ենք արժանապատիվ խաղաղության մասին։ Եվս խաղաղություն, բայց ոչ թե ծնկաչոք խաղաղություն, այլ արժանապատիվ խաղաղություն։ Ես չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժանապատիվ խաղաղություն բերել։ Այդպես չի լինում։ Խնդիրը մարդն է։ Խնդիրը մարդն է, որը խորհրդանիշ է պարտության։ Խնդիրը մարդն է, որը արդեն այսպես աչքը վախած ամեն ինչից փորձում է ամեն գնով փրկել ինքը իրեն։ Եվ նման առաջնային մոտիվացիա ունեցող մարդը չի կարող մտածել պետության մասին, չի կարող մտածել ընդհանրապես ազգային շահերի մասին։ Խաղաղությունը բոլորս են ուզում, բայց կրկնում եմ, սուբյեկտը, որը դրանով զբաղվում է, ունի յուրին բան։ Իսկ մոտիվացիան յուրաքանչյուր մարդի համար առաջնային ինչով է այդ մարդը առաջնորդվում։ Իր առաջնահերթ մոտիվացիան ո՞րն է։ Չեք տեսնում ինչ է ուզում այս մարդը։ Ինչ է ուզում։ Ուզում է մի թուղթ Նիկոլ Փաշինյանի մասին։ Եվ դա խաղաղության հետ որևէ առնչություն չունի։ Ես կրկնեմ, այն կադրերը, որոնք երեք տեսանք եւ որը շարժանարով է ցանցերում, ոչ հայտարարություն է։ Արժանապատվությունը կորցրած մարդու կեցվածք է։ Ոնց կուչ եկած, ոնց որ ենթակա շեֆի արչև կամ ծառա տիրոջ արչև հարաբերություններ են ձևավորվել այստեղ։ Եթե բանի այդ այսպես կոչված body language-ը շատ լավ է ուղղակի բացատրում, թե այդ մարդը ինչ վիճակում է գտնվում։ Այդ մարդը իրեն արդեն դասել է որպես ենթակա, որպես մի մարդ, որը ամբողջությամբ կախված է այդ մարդկանցից, այդ երկու մարդկանցից եւ իր ամբողջ մարմինն է խոսում դրա մասին, որ այդ մարդուց որևէ օգտակար բան երկրի համար չի լինելու։ Հոգեբաններից հարց կգտնի, ինչպես։ Անդադ խոսում ենք Նիկոլ